Երևանում այսօր սկսվել է աղոթքի նախաճաշ անվանումով երկօրյա հավաք, որը հրավիրել է Հայաստանի վարչապետը, այն փակ է լրատվամիջոցների համար։ Հավաքին հրավիրված է 300 հյուր, այն տեղի է ունենում ազգային պատկերասրահի տարածքում, որտեղ այսօր լրագրողները հանդիպել են կարգալույց հոգևորականի, հանրապետության նախագահին, այլ հյուրերի։ Այս միջոցառմանը ոչ պաշտոնական տեղեկությամբ պետք է մասնակցեր նաև ԱՄՆ նախագահի որդին Դոնալդ Թրամփ կրտսերը, սակայն աշխարհառչակ լրագրող Տակել Կարսոնի հետ մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի աղմկահարույց հարցազրույցից հետո Թրամփի որդին մտափոխվել է։ Մամուլը գրում է, որ պատճառը հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանության հարձակումներն են։ Այս լուրը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ է առաջացրել։ Դոնալդ Թրամփ կրտսերը իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո որոշել է հրաժարվել Հայաստան այցից եւ գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից։ Ըստ օրակարգի աղոթքի նախաճաշի մասնակիցները վաղը կլինեն Մայրաթոռում։ Նախատեսված է նաեւ հանդիպում ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Այսօրվա Երևանյան հավաքին Մայրաթոռից նույնպես ներկայացուցիչ կլինի։ Արդյոք Հայաստանի վարչապետը վաղը կգնա Մայրաթոռ։ Մեր գործընկերոջ հարցին Նիկոլ Փաշինյանը ժպիտով է պատասխանել։ Պարոն Փաշինյան, վաղը ձեր օրակարգում մեջ միացին գնալն է, վաղն եք պատրաստվում Հայաստան գնալ։ Հաջորդիվ տեղի է ունենալու Հայաստանի վարչապետը Ադրբեջանի նախագահի հետ նոր պայմանավորվածությունների մասին գաղտնազերծումներ է արել։ Նիկոլ Փաշինյանի խոսքով ինքն ու Ալիևը Կոպենհագենում համաձայնության են եկել Թրամփի ուղով էլեկտրահաղորդման գծերի եւ գազատարի կառուցման հարցի շուրջ։ Հայաստանի ղեկավարը նաեւ հայտնել է, որ Հայաստանն ԱՄՆ-ի հետ քննարկում է Թրամփի ուղին վարձակալելու երկու սցենար՝ 49 կամ 99 տարով։ Տարածաշրջանային անվտանգությանը նվիրված Երևանյան համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ հիմա հայ-ամերիկյան համատեղ ընկերություն ստեղծելու աշխատանք են անում, որը պետք է ղեկավարի տնօրենների խորհուրդը։ Տնօրենների խորհրդում ներկայացված կլինեն Հայաստանի եւ Միացյալ Նահանգները, եւ իհարկե տնօրենների խորհրդում պաշտպանությունը կախված կլինի նաեւ մասնաբաժիններից, որի շուրջ նույնպես ներկայումս քննարկումներ են տեղի ունենում, բայց կարևոր է արձանագրել, որ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանի ներկայացուցիչները Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք։ Իմնեմնիմի փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին կալանավորել են 2 ամսով, նրանց դեմ հաղորդում էր ներկայացրել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ձերբակալել են նաև Anti-Fake AM կայքի 2 աշխատակցի, իսկ խմբագրության տեխնիկան առգրավել են։ Այս շաբաթ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը մերժել է գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը եւ ազգային բարերարը շարունակում է մնալ անազատության մեջ։ Միևնույն ժամանակ քննչական կոմիտեն դատարան նոր միջնորդություն է տարել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Սամվել Կարապետյանի պաշտպաններն արձանագրել են, որ 53 քննիչներից բաղկացած քննչական մարմինը հերթական անգամ արձանագրել է վճռական անգործություն եւ անհարգալից վերաբերմունք դատական ակտի նկատմամբ, անտեսել է հակակոռուպցիոն դատարանի հոկտեմբերի 16-ի պահանջը կոչի դրվագով գործը կամ ուղարկել դատարան կամ կարճել։ Անգամ խնդիրը իրանց Սամվել Կարապետյանին պատկանող հեծից լիցենզիան վերցնելու ՀՑԿՀ նախագծի քննարկումը շարունակվում է։ Նոյեմբերի 13-ին սկսված նիստը ընդհատվել էր աշխատանքային օրվա ավարտի պատճառաբանությամբ։ 178 էջանոց ՀՑԿՀ զեկույցը ներկայացնելուց հետո հիմնական զեկուցողը առաջարկել էր զրկել հեծին լիցենզիայից։ Այսօր սկսվել է հարցուպատասխանի փուլը։ Թուրքական հրշեջ օդանավ է կործանվել Խորվաթիայում, օդաչում մահացել է։ Ինքնաթիռի բեկորներն ընկել են Սենժ քաղաքի մոտ։ Վթարված օդանավը տեխնիկական զննման մեկնող 2 ինքնաթիռներից մեկն էր, որոնք վատ եղանակի պատճառով Զագրեբի փոխարեն պետք է վայելիչ կատարեին Ռիեգա քաղաքում։ Երկրորդ օդանավը բարեհաջող է իջել օդակայան։ Փարիզում միգրանտները փողոքի մեծ ակցիա են արել։ Մոտ 200 միգրանտ ֆրանսիական կառավարությունից պահանջում է կացարան, որը կհամապատասխանի ցուրտ ձմեռվա պայմաններին։ Միգրանտները նշել են, որ 4 ամիս դրսում են մնացել, իսկ առաջարկվող կացարանները, որոնք հիմնականում մայրաքաղաքից դուրս են, նրանց համար բավարար չեն։ Ակտիվիստների տվյալներով միայն անցած ամիս Փարիզում ավելի քան 1000 միգրանտ գիշերել է անմխիթար ճամբարներում։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի նախավերջին խաղում Հայաստանի հավաքականը 0-1 հաշվով պարտվել է Հունգարիայի ընտրանուն։ Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայ երկրպագուները պաստառ են պարզել վրան գրված «Բարի գալուստ Հայաստան, այստեղ կարող եք հանգիստ քնել»։ Մերոնք այսպես հիշեցրել են հունգարացիներին 2024-ի փետրվարին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի մասին։ Հունգարիան 2012 թվականին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջանին։